Կան ինչ-որ պլաններ, որ առաջիկայում կոնկրետ այդ դեղերի հարցերը կլուծվեն, մարդիկ կգնան ու իսկապես իրենց դեղերը կլինի, կստանան, որտեղ մի շարք կա դեղերի, որ անդադ մենք ահազանգեր ենք ստանում, որ սրանք չկան դեղատներում, բժշկական հաստատություններում կան դժգոհություններ անձնակազմից, դրանք ինչպես եք պատրաստվում լուծել դեպի նախարար։ Ինչպես ասացի, տեսեք, նախ ժամանակ առ ժամանակ որոշակի ապատեղեկատվական նյութեր են լինում, որ իբրև թե ինչ-որ դեղեր չկան, իրականում լինում են, որ ինչ-որ դեղեր վերջանում են, տեսեք, մեր դեղատներն էլ սովորում են այս նոր ծավալները ապահովելու եւ ես ուրախ եմ, որ մենք արդեն կարծես հաղթահարում ենք այդ խնդիրները, որովհետեւ շատ մեծ թվով քաղաքացիներ առաջին անգամ, օրինակ, ամբողջ 3 ամսվա իրենց պահանջը կարողանում են ձեռք բերել։ Սա նշանակում է ծավալների, դեղերի օգտագործման փաստացի մեծացում ունենք, բայց շուկան ադապտացվում է։ Բժշկական հաստատություններում, տեսեք, որակի առումով եւս չափազանց մեծ են փոփոխությունները, բայց մենք դեռ շատ երկար ճանապարհ ունենք վերաբերմունքի մեր պացիենտների նկատմամբ, բժշկական գաղտնիքի պահպանության, ընդհանուր առմամբ բժշկական օգնության որակի եւ արդյունավետության բարձրացումը մեզ համար մշտական մեր աշխատանքի ծավալն է կազմում։